Ահա, նորից ողջույն մեր սիրելի հետևորդներ, արդեն երկրորդ մասով ենք մենք նորից հավաքվել Zoom-ով, որտեղ մենք Լենորմանից ենք խոսելու վտանգները Լենորմանը սխալ կիրառելիս։ Ինչ կասեք, սիրելի տարողներ, Համաձայն եմ։ որն է Այո, դրանք կախվածության զարգացումն է, եթե խոսքի օրինակ մեկնաբանը ստիպում է հաճախորդին անընդհատ վերադառնալ, դա արդեն մանիպուլյացիա է։ Երկրորդը դա ուժեղ հոգեբանական ազդեցությունն է, եթե մեկնաբանը բացասական մեկնաբան է, հա, մեկնաբանում է տալիս ըհը, առանց լուծման առաջարկելու, այսինքն դա կարող է առաջացնի մարդու մոտ վախ եւ անօգնականություն։ Երրորդը դա սխալ խորհուրդներն է, որտեղ այդ խաբեբան կարող է պնդի, որ այս քարտը ցույց է տալիս բաժանում ու դուք պետք է թողնեք ձեր զուգընկերոջը, հա, առանց ինչ որ իրավիճակը վերլուծելու, դա արդեն ինչի մասին է խոսում, որ վտանգավոր անձնավորություն է, չի կարել այդպիսի մարդկանց, հա, ուրեմն վստահել։ Ասի բաժանվելու եք, եկեք սիրային ծես անենք, որ ձեր կապը ամուր լինի։ Ու ինքը արանքում փող աշխատի։ Այո, իսկ դու ինչ կասես, Խաչիկ։ համաձայն եմ ձեր հետ։ Ես անձամբ մարդ գիտեմ, որ բաժանվել է, ինչ-ինչ պատճառներով բաժանվել է, դիմել է ճակերտավոր, սենց ասեմ, մասնագետի, սիրային ծիսակարգարեր այդ մարդուն, սենց ասեմ, փորձել է իր լավ կողմով միացնել իրար, բայց ավելի դժբախտացել, ավելի առաջ կգար երեխաների հետ տենալու, բայց вообще հիմա չի գալիս երեխաների մոտ, երեխաներին տեսակցության։ Դե արդեն խոսում է անգրագետ աշխատելու մասին։ Ահա, Դե տեսնում եք, նայեք, Լենորման ինքը ցուցադրում է ինչով է տարբերվում տարոյից։ Իրավիճակի դինամիկան, բայց դու ես որոշում, հա, ինչպես արձագանքել դրան։ Նաև ցույց է տալիս, թե ինչ հնարավոր էներգիաներ են աշխատում կոնկրետ տվյալ պահին, բայց չեն պարտադրում, որ դուք ինչ-որ որոշումներ կայացնեք։ Նաև ըստեղ Լենորմանը պետք է օգտագործել ոչ թե վախ, առաջացնելու այլ մարդու ինտուիցիան խորացնելու համար, հա։ ահա, Նորից կարող եմ օրինակ բերել ամպերի հետ կապված այդ հարցում, որտեղ ամպեր քարտը կարող է հայտնել կամ ցույց տալ խառնաշփոթ ինչ որ իրավիճակ, այս դեպքում կարևոր հարցը ո՞րն է, որ մարդ հարցնի, հա, ինչ եմ ես բաց թողնում ստեղ, կամ ինչ կարող եմ, հա, ես անել, որպեսի մաքրեմ իրավիճակը։ Շատ հեշտ, եթե դու մասնագետ ես, դու պետք է այդպես հասկանաս ճիշտը։ Իսկ Իհարկե։ ինչպես կարելի է դարձնել Լենորմանը որպես ուժեղ գործիք։ Ինչ կարծիքի է։ Ինչպես կարելի է դարձնել ուժեղ գործիք, Այո, ճիշտ կառավարելով Լենորմանի քարտերը, ճիշտ հասկանալով կոնտակտի մեջ, ամենի ճիշտ կոնտակտի մեջ մտնեն։ կոնտակտի, էներգիայի, այո, ներկա հոսքը հենց այդ պահին, որովհետև Լենորմանը ինքը օգնություն է հասկանալու, թե ինչ ճանապարհներ կա բացված քո առջև, չէ՞։ Իսկ եթե որոշումը ստեղ սխալ է թվում, դու միշտ կարող ես փոխել ուղին։ Ստեղ պետքա մենք մեր հետևորդներին զգուշացնենք, որպեսզի խրախուսեն, չվախենան օգտագործել, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են Լենորմանն օգտագործել, չվախենան դա օգտագործել Լենորման քարտերը, բայց այստեղ երբեք թույլ չպետք է տանք, հա, որևէ մեկին ստիպի այդ անձը, ով ցանկանում է սովորել, եթե իր մոտ գալիս են մարդիկ, որ ինչ որ ստիպի մարդիկ իրանց վատը զգան, հա, եթե իրանք չունեն ինչ որ վերահսկողություն այդ մարդկանց կյանքի վրա։ Ստե ինտուիցիան միշտ ուժեղ է լինում, երբ այն առաջնորդվում է իհարկե սիրով եւ վստահությամբ, հա, որպեսզի մարդիկ հասկանան, որ դու մասնագետ ես, այլ ոչ թե փինաչի։ Ինչ եք մտածում։ ու հետո ոնց կարան հասկանան, որ տվյալ մարդը մասնագետ չի, կարա մեկնաբանման ժամանակ տարոյի քարտերը սկսի կմկմալ։ Դա արդեն մատնում է իրան։ Այո, եւ
Գիտես ինչ եմ ես նկատել YouTube-յան էջում մարդ կա Lenormand եւ այլ, հա, քարտա վերցնում տարո նկատել եք դուք արդեն շատ լավ գիտեք այդ անձին ովքեր են, այդ անձը կոնկրետ ով է, բայց մենք կանոններ այսօր չենք տալու, որտեղ ինքը ոչ միայն կնկնում է, այլ ես նկատել եմ, որ ոչ մի ասածը իր չի կատարվում։ Համաձայն չեք ինձ հետ, որովհետև դուք էլ եք տեսել։ Այո, Համաձայն։ այսինքն ինքը նախ առաջինը որ բացարձակ գաղափար չունի համ տարոյից, համ օրակուլից, համ Լենորմայից, սենց ասեմ հասկացեք։ Մեկը չեն ուզում տարո կարտերը եւ օրակուլները Լենորման աշխատեն նրա հետ։ Այսինքն ինքը չի գիտակցում ինքը ինչի հետ է խաղանում։ Մարդը Ինչ չունի վնաս ուժը, կարող է ինքը չի ամեն առաջինը ինքն իրեն հասցնել, հետո նոր մնացած է իր ընտանիքի անդամներին։ Ինքը չի գիտակցում, չի մտածում։ Այո, Այո, տեսեք, եթե մարդը ունի ընդհանրապես ուժեր, ինքը չի կարող ինֆո ստանալ տարոյի քարտերից, ոչ էլ օրակուլներից, այո, շատ որովհետև Զուգլիտ ինֆորմացիա առած բառեր կրկնի ու հենց վերջացնի։ տալիս են մեր ուժերը։ ճիշտ եք, նայեք, ամեմատությունը, հա, Լենորմանի մեթոդները, ստեղ իրացագման, Լենորմանի ծագման, կառուցվածքի եւ սիմվոլիզմի հետ կապված։ Ընդհանրապես համեմատությունը տարոյի եւ Լենորմանի միջև բավականին տարբեր է, բայց իրանք երկուսն էլ յուրահատուկ են, հա, բայց տալիս են յուրաքանչյուրը տարբեր Այո, ուրեմն յուրովի ինֆորմացիա։ հենց նոր քաշեց այն մեկը, այդ լավա, հետո կտեղադրենք մեր հետևորդները կդիտեն։ Երկրորդը ստեղ նայեք, հարց ու պատասխանի հետ է կապված, այսինքն ձեր հարցերը Լենորմանի վերաբերյալ, նայած ինչ հարց են ուղում մարդիկ, հա։ Իսկ ուղիղ ընթերցումը ստեղ որպես մասնակետ, եթե ինքը սկսում է իրան դուր է գալիս այդ քարտերը, ապահով միջավայրում օրինակով, հա, պետքա ցույց տա, թե ինչպես է ընթերցվում իրականում Լենորմանը։ Իսկ նաև կա այսպեսի մի հետաքրքիր բան, խաբեբաների բացահայտումը, ինքը շատ լավ ցույց է տալիս, հա, թե ինչպես են որոշ մարդիկ մանիպուլացնում Լենորման քարտերը։ Համամիտ եք ինձ հետ։ Այո։ Իսկ ինչու դա հենց ինքը կարա աշխատի, հա, որովհետև Լենորմանը տարոյի պես խորհրդանշանական է, բայց ավելի կոնկրետ կարելի ասել առօրյայի համար լավ է, հա, կենցաղի եւ այլն։ Այո։ Իսկ գիտելի հա Ես անգամ մարդ գիտեմ, ով սիրային տարոյի քարտերով համ նայում է ֆինանս, համ նայում է թուղթուգիր։ Մերայք է։ Դա հայտարարություն է։ Այստեղ գիտելիքը բավականին կարևոր է։ Այո, այո, գիտելիքը բավականին կարևոր է, որովհետև պետքա դու նոր գիտելիքներ ձեռք բերես, վստահություն, հա, սեփական ընթերցումների համար, բարձրացնես իհարկե քո հեղինակությունը, որպես ոչ միայն տարոյի, այլ նաև Լենորմանի, հա, պրակտիկ փորձագետ։ Իսկ ըստեղ խաբեբաների մասին խոսելով դուք մենք բոլորս միասին իրական մասնագետներով կարող ենք զգուշացնել մարդկանց առանց նրանց մեջ վախի զգացում, հա, առաջացնելու։ Ես էլի մասնագետ գիտեմ ճակերտավոր, ով գումար է վճարում, որ իրան գովազդեն։ Կա տենց բան, ես էլ եմ լսել։ Ես եմ զարմանում։ Իրական մասնագետը գովազդի ու լեգրամի կարիք ընդհանրապես չունի։ Այո, դրա հետ էլ եմ համամիտ։ Ընդհանրապես Լենորմանը չի պարտադրում ինչ-որ որոշում, որովհետև ինքը ցույց է տալիս հնարավոր էներգիան, այսինքն ինչպես դու կարող ես վստահորեն, որպես մասնագետ, հա, մոտենալ քարտերին առանց ինչ-որ վախերի, եթե դու հենց Լենորման ես ցանկանում ունենալ եւ դրանով աշխատել։ Հասկացաք, այստեղ ինչն է հետաքրքիր, որ մասնագետը պետքա ճիշտ բացատրի, Խաչիկ ջան եւ Արման ջան մարդկանց ասելով, որ ձեր ճակատագիրը ձեր ձեռքերում է, ոչ միայն
հա, ոչ մի կարդ ստեղ չի կարող ձեզ տիպի ձեզ քայլ անել, եթե դուք դա չեք ցանկանում։ Իհարկե։ Ճիշտ է։ Ստե պետք է Այո։ խորհրդել, եթե խոսքի օրինակ, ուզում եք ավելի խորը հասկանալ Լենորմանը, ստե պետք է միանաք մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Մի բան մասնակցեք։ էլ ասեմ, Հա, ես չեմ սիրում մարդկանց, որ դիմում են ինձ ասում են, կասեք ինձ ինչ ա սպասվում ապագայում։ Էդի տես, սխալ է։ Ապագան Ես այդ անիմաստ հարցերից չեն եմ նայում։ պատասխանում օրինակ, մոտ ժամանակներ եմ փոխում եմ հարցը։ շատ լավ, Ապագան չեն նայում։ Անտեղի տեղ, եթե Միանություն։ մարդը ունի լուրջ հարց, ունի լուրջ խնդիր, մենակ այդ բարագայում կարելի է խորանալ, մարդուն տալ պատասխանել, բայց զուտ հաճույքի համար ապագա նայելը շատ սխալ է։ շատ սխալ է, այո։ Հետո էլ կասեն տարոլոգները մեզ ծրագրավորում են, այսինքն իրանք համեմատում են, իրանք գիտեք ոնց ավտոմատ, որ այդ TikTok-յան էջում այդ խափեբաներին հանդիպել են, իրանց թվում է թե բոլորը տենց են։ Իրանք չեն հասկանում ով է ճիշտ մասնագետ, ով է սխալ մասնագետ, իրանց ուղեղի մեջ դա է։ Ժողովուրդ ջան, գրեք ինչ է սպասվում եւ վերջը տես չեն աշխատում։ Դա փինաչիներն են, ովքեր խաղում են Իրանք լայվի ժամանակ բազա ընդհանուր են նայում մարդուն։ Մի քանի քարտով։ Օրինակ ես կարամ բերեմ քարտերի հետ կապված, հա, կոնկրետ խոսքի օրինակ ներկայացնեմ դրանց նշանակությունը մի քանիսը հնարավոր է ընթերցման տարբերակները, ամպերը խոսքը, հա, տուչիա կոչվում։ Ինքը ինչի հետ կապ ունի խառը էներգիայի եւ անորոշության հետ խոսքի օրինակ եթե ստե շատ կարեւոր է որպես դու պրոֆեսիոնալ մասնագետ եթե տեսնում ես կողքին կա դրական ինչ որ քարտ դա ինչ է նշանակում ասես Արման ջան Ամպերի կողքին դրական քարտ հա եթե դրական քարտ է կողքը տեսեք օրինակ երկրորդ քարտը արդեն փոխում է առաջինի նշանակությունը եթե սենց նայենք եթե դրական է ուրեմն այդ հարցին լուծում կտրվի, եթե կար անորոշություն, մարդը չէր կարող որոշում կայացնել, նայած թե ինչ քարտ է դուրս եկել, այսինքն կկարողանա արդեն որոշում կայացնի կամ կփոխվի ինչ-որ բան դեպի դրական, նեգատիվից դուրս կգա, եթե դրական է դուրս եկել։ Այսինքն դա նշանակում է, որ իրավիճակը կշատկվի, Այո, այսինքն կհստակվի, կպարզվի։ Իսկ եթե կողքին բացասական քարտ է, այստեղ արդեն պետք է լուրջ մտածել այդ ուղղությամբ, որտեղ պետք չի աչքա թողանել, եթե կողքին բացասական է դուրս գալիս, ուրեմն այդ մարդուն ուժեր ինչ-որ բան են ուզում հաղորդեն, որ ինքը զգուշանա, ավելի խելացի լինի, ավելի խելացի մտածի, իր քայլերն ավելի ճիշտ դնի առաջ գնա։ Իսկ խարիսխի մասին ինչ կասես։ Խարիսխը որն է նավը, որ նայ, աղվեսի, խոսենք աղվեսից։ Խաչիկ ջան, դու էլ գիտես, հա, աղվեսը։ Որ նայում ես, հասկանում ես, դու օրինակ դու ինչ կարող ես ասել աղվեսից։ Խորամանկ անձնավորություն, ընթաց տեղը պարկող չի։ Այո, այո, իսկ Խոսք տանող բերող անձնավորություն չի կարելի վստահել ընդհանրապես։ Դայի համար ամեն ինչ պատրաստ է։ Գողել կարելի։ Իրան լինի։ Իհարկե։ Հասկացաք։ Մանիպուլյատորա սկզբից գործում է, հետո մտածում է։ Ինքը միշտ հետ կա թողում։ Ճիշտ է։ Աղվեսը գիտես ինչ, ես տարոկարտ հետ 4 սրերը կհամեմատեմ։ Իսկ եթե հարաբերություններում է հայտնվում, ինչ պետք է ասեք մարդկանց, զգուշացնեք։ Այսինքն ինքը խափում է քեզ, ինչ որ պետք է կստանա քեզանից ու քեզ բաց կթողի։ Այո, զգուշ եղիր։ Շատ ճիշտ ես։ Իսկ խարիսխը Խարիսխը նավն է, եթե չեմ սխալվում։ Չէ, յակրն է։ Այս տիպի բան։ Յակրն։ Յակր, այո։ Յակրն է։ Խարիսը խոսում է խորքային խնդիրների մասին։ Խնդիրներ, որի հիմքը շատ խորն է գնում։ Երկարաժամկետ հաջողությունների մասին է խոսում, time out-ի մասին է խոսում, հա, հաստատունության, հույսի, կանգ առնելու մասին։ Միակ Լենորմանն է անապատում չորացածը, այդա խոսում է խնդիրների մասին արդեն։ Եթե անապատում չորացած ցակ, արդեն ֆինանսական խնդիրներ եւ այլն եւ այլն։ Եթե ինչ որ բնության մեջ է, ուրեմն հաջողություն,
առողջական լավ վիճակ, ֆինանսական կայունություն եւ այլն եւ այլն։ Էն ասում մարդը խարիսխը իրա գցել է, հա։ Ահա։ Դա երկար ժամանակով։ Այստեղ նաև կարող է ինչ ցույց տա, որ Ստոպ մարդ պետք է իրավիճակ արա իր կենտրոնանա մոտ լինի դա։ կոնկրետ նպատակի վրա։ Ասա, Խաչիկ ջան։ Ասեմ ստոպ իրավիճակ աղա դեռ ժամանակ երկար տևի նրա մոտ, մինչև իր հարցերի լուծումի պատասխանը ինքը կարողանա հստակեցնել, կարողանա ճիշտ որոշումներ կայացնել։ Այո, իսկ օծի մասին ինչ կասի։ Ինչի։ Օծի։ Օծը Խորամանկ կազմավորություն կարա լինի, որ լեզու ունի, ամեն իր լեզվով ամեն ինչի կարող է վտանգավոր հասնել։ ինչ-որ կնոջ մասին Լենորմանի մեջ, ումից պետքա զգուշանալ։ Այո, Ով ունի խայթող լեզու ունի այդ կինը, սուր տարու լեզու ունի այդ։ քարտերով դա դյավոլն է։ Այո, Ահա։ դիավոլ։ Ճիշտ է։ Գայթակղությունների հետ Այո, կապ ունի։ այո։ Ապրես։ Ինձ հիմա գիտեք, որ խոսում ենք աչքիս դեմը պատկերներ է արդեն երևում։ Դե տեսնում ես, եթե հենց այնպես չի լինում, Խաչիկ ջան։ Մեր Արմանի մոտ էլ արդեն սկսել է երրորդ աչքը բավականին լավ աշխատել, դա վատ չի։ Ուրախ եմ։ Նայեք, ուրեմն օծքարտը նաև խոսում է խարդավանքների մասին եւ մրցակցության մասին, որ ինչ որ մեկը բավական փորձում է իմաստուն գործ։ Անարդար է մրցակցի դեմ։ Նախ չար անձի մասին է խոսում, ով փորձում է մանիպուլյացիա անի։ Իսկ չես տեսնում։ Եվ հետո օծ քարտը շահն է հետապնդում, փող սիրող մարդ, փող է սիրում։ Այո, շատ ճիշտ է, իմ Ոսկի։ պրակտիկայում էլ է այդպես եղել։ Նայեք, խաբեբաներից ստեղ զգուշանալու համար պետքա խոսենք կոնկրետ նշանների մասին, հա, այսինքն որոնք կարող են մատնանշել խաբեբատարողք կամ լենորման ընթերցող, հա, իբր թե իրանք դա են։ Նշաններից մեկը գիտեք որն է։ Լենորմանի հարցում։ Որը։ Անհիմն վախեր են առաջացնում մարդկանց մոտ։ Այսինքն ասում են, եթե խոսքի օրինակ առանց հասկանալու այդ ինչ կարտ է, ասում են քեզ վտանգ է սպառնում, դժբախտություն է սպառնում, հա։ Ճիշտ է։ Կամ կմահանաս, գիտեմ։ Ապրես, դա վախեցնել, կոդավորել եւ ծրագրավորում է կոչվում։ Հաջորդը կախվածություն է ստեղծում, ամեն շաբաթ պետք է գա իր մոտ։ Ամեն շաբաթ։ Լավացանը ամեն շաբաթ ասա ոչ թե երկու օրը մեկ։ Այո, նաև փողի մանիպուլյացիա են անում ասելով, եթե սա ուղես, հա, քեզ բախտը կժպտա։ Նաև կարան անեն անհիմն կանխատեսումներ, այսինքն կարող ասեք Այտենց մեծ 3 ամսից կլքի զուգընկերդ, հա, ոնց որ քիչ առաջ մեր Արմանը ասում է։ հա, ասում են ֆինանս սիրային ծես անենք, թող հետ գա ու լավ թվեր են վերցնում ու իրանց արևին սիրային գործ։ Չնայած տեսեք, սիրային ծես ինքը թվեր պահանջում է, բայց ոչ 1 միլիոն կամ 1 միլիոնից ավել։ Դա արդեն որ չգիտեմ, մի Եթե քիչ մարդ պիտի խիղճ խայտառակություն ունենա։ է, որը մենք Այո, պետք է բարձրաձայնենք, այո, թե ինչպես կարող են մարդիկ չընկնել նման խաբեբաների, շարլատանների ձեռքը, չմոռանա մի բան էլ նշեմ, դու էլ ես ճանաչում իրան։ այո, Իմ հաճախորդներից մեկից $6000 փող էր ուզել, որ ասել վրեջ գիր կա, Յանում արվել է օտար հողի վրա, պետքա քանդենք այդ գիրը։ հա, ոնց որ 6000 ձեր բարեկամներին էին ասել, որ դու ոչ մի կապ չունես խաբեբայա Այ հետ, հենց մասին է ուժերի հետ եւ այլ եւ այլ։ այո, իրենց մասին է խոսքը։ Այո, իսկ ինչպես կարան մարդիկ պաշտպանվել, այտենց մարդկանցից չպետք է վստահեն առաջինը, եթե այդ իրենց բախտագուշակներ համարողը, հա, փորձում է ստիպի ինչ որ որոշումներ կայացնի, այստեղ պետք է զգուշանալ, պաշտպանվել, եթե փորձում է գումար կորզի, այստեղ պետք է զգուշ լինել եւ պետք է միայն մարդիկ պետք է վստահեն նրանց, ովքեր տալիս են կոնկրետ խորհուրդներ, ճիշտ առանց որևիցե մանիպուլյացիայի, հա։ Այո, Օրինակ բերեմ, նայեք, խոսքի օրինակ եմ ասում,
ընթերցում որպես հայ իրականացնելու համար հարց կհաջողվի խոսքի օրինակ մեկը դիմել է ասում է կհաջողվի ինձ գտնել նոր աշխատանք, հա, դուրս է գալիս խարիսխ քարտը, ինչի մասին է խոսում, կամ խարիսխը արևի հետ եւ ամպերի հետ, վերլուծությունը գիտեք որն է, խարիսխը ցույց է տալիս որ աշխատանքը կլինի կայուն, արևը խոստանում է բավականին հաջողության մասին, իսկ ամպերը ցույց են տալիս որոշակի խառնաշփոթ որոշման ընդունման հարցում, ճիշտ է։ Որոշակի խնդիրներ։ Իսկ արդյունքում ինչ կարամ ես ասեմ, որ կայունությունն ու հաջողությունը այստեղ հնարավոր են, բայց պետք է հստակեցնես, թե ինչ ես ուզում։ Այո, պետք է ավելի վստահ լես քո որոշումների, քո մտքերի վրա, քո նպատակների վրա։ Չպետք է կասկածես ինքդ քեզ կամ վախենաս, որ վայ կարող է վատ լինի կամ իմ մոտ չստացվի։ Դրա համար ես այս փողքասթը, հա, որոշեցի այսօր հավաքվեի, որպեսզի շատ մարդիկ մեզ լսեն, միանան մեզ, եթե հարցեր ունեն, նաև մեզ դիմեն, որովհետև այս վերջի դեպքը բոլորս տեսանք, որ կան մարդիկ, ովքեր իրենց հռչակում են տարով, փորձելով ընդհանրապես կապ չունեն, ոչ մի հեղինակություն չունեն, ճանաչված չեն եւ այլը, փորձելով իմ անունից խոսել, ինչ որ ձայնագրություններ դնել, մանիպուլացնելով իրենց լսարանները, բնական է, սա արդեն խոսում է այն մասին, որ այդ մարդիկ փորձում են այդպես առաջ գնալ։ Ճիշտ է։ Այո։ Ահա, դրա համար ես որոշեցի այսօր մի քիչ ավելի գլոբալ էսպես մենք աշխատենք, որպեսզի շատ մարդիկ տեսնեն իրական տարոլոգներին, տեսնեն թե ինչպես է դա աշխատում, իրականում դա ինչ գործիք է, ինչ ֆունկցիաներ ունի եւ իրականում դա այս ամեն ինչը, հա, կապ ունի այն մարդկանց թյուրիմացությունների, ասածների հետ, որ ասում են սատանիզմի հետ կապ ունի, սենց անեց, ժողովուրդ ջան, մի գրեք են աղանդները, բոլորս գիտենք, երեք էին մտել իմ YouTube-յան էջում, գրել էր դու մարդկանց աչքերը իբր թե խաբեբայությամբ խաբեցիր, որ Աստված չկա, չգիտեմ ինչ, գնացեք արարչականին, այսինքն իր մեղքը փորձում էր բարթեր իմ անձնական դաշտում, իբր թե ես եմ մեղավոր, մեր նմաններն են մեղավոր, այսինքն ճիշտ գիտելիք ունեցող մարդկանց դաշտ մտնում, սենց փորձում են մոլորեցնել, այդ աղանդների էգրեգորը, որպեսի մեր ժողովուրդը ով արտնասնում է իրանց ճիշտը դնում է իր դեմ, հա, ճիշտ գիտելիքը, որպեսի մարդիկ գիտելիք ձեռք բերեն, կապը պահեն արարչի հետ, հասկանան ինչ է նշանակում արարիչ, ինչ է նշանակում գիտելիք ունենալ, որպեսի հետագայում ոնց ասեմ ձեզ, sense դեգրադացում չգնա, հա, միանգամից հասկացա, որ այդ մարդը տգետ է, հա, ու ասեցի, որ այդ քո ոնց ասեմ, աղբը քո հետ տար, քո տեղը, որովհետև դա է, միանգամից հասկանում ես ու հետ։ Իրական հավատացյալ մարդը կյանքում չի մտնի ուրիշին վատ մեկնաբանություն, չի գրի ընդհանրապես, որտեղ ինքը դրա ժամանակը չունի, ինքը զբաղված է իրանով, իր ընտանիքով, ոչ թե ընկնեմ ուրիշի սոցցանցում, մեկին կամ քլանգեմ եւ այլն եւ այլն։ Ու հետո, եթե ինչ որ մեկը քրիստոնյա չի, չի նշանակում, որ ինքը չի կարող ասում հավատալ։ Մի հատ ջուր վերցնեմ, մի վարքյան կներեմ։ Իրանց թվում է, որ օրինակ են բերում, եթե տվյալ մարդը քրիստոնյա չի, հա, օրինակի համար։ Հա։ Չի կարա Աստված իրան ընդունի կամ արարիչը իրան ընդունի։ Կրոնով չի որոշվում։ Կարևորը մարդու հավատն է, այստեղ ոչ թե կրոնը։ Աստված սեր է, Աստված ասում է։ Հետո Աստված չէր նայելու քո կրոնին, Աստված նայելու է քո արած գործերին։ Այո։ Միանշանակ։ Աստծո համար կապ չունի, որ մենք դատվես։ Ինչ կրոնի ենք պատկանում։ Կամ իրանք այսքան տարի, որ այդ կրոնին դավանում են, ինչ որ էական արդյունք տեսել են, թե չէ։
կարող եմ մի քիչ հակասական բան ասեմ, բայց ես ճիշտն եմ ասում։ Իսկ ինչպես ես վերաբերվում Արման եւ Խաչիկ, ինչպես եք վերաբերվում քվանտային թռիչքին, որտեղ արարչից են խոսում, որտեղ ճիշտ բացատրում են հենց արտնացման մասին է խոսքը։ Շատ լավ եմ վերաբերվում, շատ ամեն ինչը գրագետ ներկայացվում։ Այո, ես Դրական է միանշանակ։ Ես իսկ ինչ խորհուրդ կտաք մեր այ ժողովրդին, որպեսզի ճիշտ գնահատեն իրավիճակը, զերծ մնան խաբեբաներից եւ ինչպիսի ճիշտ հա խորհուրդներ կտաք նրանց։ Դե մենք արդեն ասացինք ոնց կարան տարբերեն շարլատանին իրական մասնագետից, թող չընկնեն ձուղակը։ Այդտեղ իրանց գովազներ են անում, ինչ որ sense ցածր թվերով, հետո եսի մինչերով մարդկանց են փորձում քաշեն իրանց կողմը։ Օրինակ նորից եմ ասում, Սիրիայից էս 20,000 դրամ, այդպես բան գոյություն չունի, կամ 5 օրում քո տղամարդը հետ կգա։ Հայտարարություն։ Այդպես բան գոյություն չունի, ընդհանրապես։ Մանավանդ եթե դու այդ աշխատանք անում ես գերեզմանոցով, նեկրոյով, դու էլ գիտես թե ինչ մեծ պասվիշենի պետք է արվի, հա, ատկուպ պետք է արվի այնտեղ։ Տիրուհուն, տիրոջը, գերեզմանի տիրոջը եւ այլն եւ այլն։ Հենց որ 20,000-ով այտենց գործեր, այտենց էժան գործեր գոյություն չունի։ Շատ ճիշտ։ Խաբեբան։ Ու մեկ էլ այդ աստղաբաշխական թվերն ասում, որ 1 միլիոնի սահմանն է անցնում է, եսի մուր, ընդ $2,000, $3,000, էլ չգիտեմ։ Արդեն կեղծ սուտ է դա։ Ես էլ չեմ հավատում, որովհետև հենց այտենցներն են խափում իրանց, հա, գայթակղում գցելով իրենց թակարդը։ Ես մտածում եմ, Արման ջան, ես մտածում եմ, որ դա բավականին ցածր աստրալ է։ Ախր իրանք լյարվի հետ էլ չեն Ոչ միայն դա։ կարող։ Ես հիմա ընդհանուր ասեմ, որպեսզի դուք էլ խոսեք ընդհանուր, որ ես լսեմ ձեզ, հա։ Նայեք, ոչ միայն դա, որ գայթակղում են մեծ գումարներ ուզելով, թե չգիտեմ ինչ քարտուց են տալիս, ասելով, որ ձեր մոտ կա թուղթուգիր, վախեցնելով, մեծ գումարներ ուզելով եւ այլը, մարդիկ էլ միամիտի պես հավատում են, գնում են։ Դա նախ ցածր աստրալի հետ կապ ունի։ Վառոնք է, կարծում եմ բոլորս հասկանում ենք մենք ինչ ենք խոսում, որովհետև մենք նաև մոգությամբ ենք զբաղվում եւ երեք ես մի դեպք նկատեցի, որտեղ ինչ որ մեկը ասում էր, «Վայ, ես լավ գումարներ եմ աշխատում սրանով եւ այլ տարոյով»։ Ես միամիտ նկատեցի, որ այնտեղ մեկը նկարը չէր երևում, հա, ավատարը գրել էր բա տենց լավ փող աշխատելու է աշտից ես էլ գնամ տարոն առնեմ ու ես էլ սկսեմ հա կանխատեսեմ հա բայց ցավենա որ տենց էլ անում են այդ մեն տարի քարտերն առնում են մի հատ փոքր ռուբաշկա է մեջը կարդում են այսինքն վառոնկա է այո ցածր աստրալ մարդը տրվում է այդ գայթակղությանը վլիանյային ինքն էլ սկսում է դրանով զբաղվել հետո չեն հասկանում որ վերջ հեսա կվերջանա գիտեք էլի ցույց է տալիս դե ամենայն դեպս կարևորը լավավարտ ունենա այսօր Ինարա ջան TikTok-յան էջը պատական թերթում է դուք գիտեք ում մասին ես խոսամ անձնականով գրեմ ում մասին է տարո կլասիկ տարոն վերցրել էր ձերքը ասում եմ ես այսօր 3 աշխատել եմ 150,000 դրամ այս տարո կարտերով ես պատում եմ այդ տարո կարտերը ես կյանքում այդ տարոները չեմ վառի եւ այլն վայ մեռելի ծիծաղալուց իսկ էդ ով ա եղել անձնականով կգրեմ ստեղով չեմ ասի հա հետո դու կասեք Արմանի չեմ ուզում էլի անունները տամ դե համենայն դեպս ցածր աստրալ է եթե ինչ որ մեկ այնտեղ խոսքի օրինակ Էլյուս Ղափեբանա հա գրում են խոսում են այդ մեկ այնտեղ գրում է դա հեսա այսինքն մարդը մտածում է դա միայն փողի աշխատելու մարդը չի մտածում թե իր գործարքակում սատանայի մեջ դա հենց այդպես էլ կոչվում է հա ու ինքը դրա մեջ որ մտնում է խափելով այնքան որ փող աշխատի որոշ մարդիկ եւ ըստեղ հատուցումը բավականին այդպես մարդիկ չեն մնալու հետագայում որովհետեւ արտնացումը սկսել է եւ այդ մարդկանց պրոստը գնալու են ոչ մի լավ բան ես ավելացնում եմ օրինակ դու չես կարող այսօր զբաղվես տարով մոգությամբ վաղը եթաս ուրիշ տեղ աշխատես հետո ուրիշ տեղ
Մագիան ինքը ապրելակերպ է, ինքը ռաբոտա չի։ Ինքը ապրելակերպ է համարվում։ Այո, եւ կենցաղում եւ Այո։ Ու Եվ միջև կյանքի դեպս ինքը քո հետ գալիս է։ իսկ ցանկանաք մեր հետևորդներին փոխանցել, դա էլ անենք եւ ավարտենք սիրելի տարոլոգներ։ Դե թող չընկնեն իրաց ծուղակը, չխաբվեն, չտրվեն իրաց մանիպուլյացիաներին, գայթակղություններին։ Այդքան է իրանց կուզեմ Այդ ասեմ։ տարոլոգները չմոռանանք, իրանց այդքան չեն գովում։ Մարդիկ Այո, ապացուցում։ իրանց միանշանակ գովված փող չեն տալի, որ իրանց լեգրամանեն դրսում այդ պաստառները կպցնեն։ թող իրանց հետևորդները գովան տառոլոգներին Արդյունք կարևոր այո արդյունքն է։ միանշանակ արդյունքը ստանան հետևորդը պատասխանի ասես մարդը գիտեք շատ լավ կանխատեսում անում Շատ ճիշտ է։ խորհուրդ տա գնացեք իրա մոտ եւ այլն Ես շատ ուրախ եմ, որ դուք ինչպես սովորել եք ինձ մոտ, ը, ձեռք եք բերել բավականին մեծ փորձ, շատ ուրախ եմ, որ դեպի լույս եք գնում, ճիշտ ուղու վրա դնելով մարդկանց եւ ունեք արդյունքներ այսօր։ Ինչի համար ես ձեզ շնորհավորում եմ, երբ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, ինձ մոտ էլ է ամեն ինչ լավ։ Շնորհավորում եմ ձեզ։ Թե Արմանի, թե շնորհակալություն Ինարա ջան Խաչատուր ջան, քեզ մենք էլի ունենք Արմանը ճանաչում ա ով է, ստեղ չի, դուրսն է, բավականին էլի ուժեղ տարոլոգ է, ինքը Իմ հետ է արտերկրում ավարտել։ է, մի քիչ ուշոտ գալու է, կին է, օրիորդա, սենց ասեմ, եւ մի օր ես իրան էլ կծանոթացնեմ ձեզ հետ, Խաչիկ ջան։ Հա, Չէ՞, մենք իր այդ ենք սովորել Ինարայի մոտ Այո, Արմանի 4 տարի։ սովորել։ Արմանի հետ է սովորել, բավականին շատ ուժեղ մասնագետ է դառել։ Եվ մոգա, եւ տիրապետում է ամեն ինչ, եւ ես ուրախ եմ, որ ունեմ նման շնորհալի աշակերտներ եմ ունեցել եւ այսօր ես հենց իմ, հա, միսիան կատարում եմ բավականին լուրջ ճիշտ ուղու վրա դնելով, ուսուցանելով, նաստրոյկա տալով, իհարկե ճիշտ է ես տարոջ ունեմ հիմա, բայց հետագայում, եթե ունենք, էլի ունեմ սպրոս, խնդրել են, որ կարող եմ, ուզում են էլի սովորել, ոչ մի խնդիր չկա, ես կարող եմ սովորեցնել, բայց ինքս էլ չեմ օգտագործելու, որովհետև ես մեծարատես եմ, կարիք չեմ ուզում։ Մենք էլ քեզանից ենք շատ շնորհակալ Ինարա ջան, գիտելիք տալու, առաջ տանելու համար։ Շնորհակալ եմ։ Ես Քեզանից էլ Ինարա ջան ձեզանից շատ շնորհակալ եմ հենց ձեր մոտ եմ սովորել Շնորհակալ եմ ձեզանից։ Ես մաղթում եմ ձեր երկուսի եւ իմ բոլոր աշակերտների նախքի բոլոր տարոլոգները, ովքեր ինձ մոտ սովորել են, ես ձեր գործերին բարգավաճում եւ կանաչ ճանապարհ եմ մաղթում։ Միշտ Մի այդպես բան էլ լույս տվեք ավելացնեմ, մարդկանց։ մի բան էլ ավելացնեմ, մեկը շարլատանները վաղթերուց դուրս են գալու ջրի երես։ Իրանց այդ գործունեությունը հավերժ չի։ Այո, շուտով, մինչև 30 թիվը։ Հա, Մենք շատ բաներ դե- գտենք։ Այսքանով էլ ովքեր որ ավարտենք։ իրական Ձեզ լավ տրամադրությունով, մաղթում եմ ձեզ ուշ ժամ է, բարի գիշեր, քիչ անց ես երկու մասն էլ կդնեմ, կտեղադրեմ, բոլորը կդիտեն, արդեն շատ հարցեր բոլոր մեր հետևորդների համար պարզ կլինի, մենք մեր զումում էինք իմ դպրոցում, որտեղ որ մենք այսպես հետաքրքիր փոդքասթներ կանենք, անիներ նաև ցանկանում այսօր տարոլոգ Մոսկվայից մեզ տեսել եք իր հետ հաղորդումները, նաև ինքն էլ ասեց, որ մեծ հաճույքով ես կդիտեմ երեխան փոքր է իրա, դրա համար դա պատճառ էր, որ ինքը չկարողացավ այսօր մեզ միանալ։ Այսօր այսքանը, մաղթում եմ ձեզ ձեր գործերում կանաչ ճանապարհ եւ մեծամեծ հաջողություններ։ Սիրելի Արման եւ Խաչիկ։ Այսօր այսքանը։ նույնն ձեզ։ հաջողություն Ցտեսություն։